Աստծո ողորմությունը, Աստծո այժմ զորությունը, որ դու արտարացել ես, երբեք մի վերագրի քո վրա։ Դու հաստատ ընդունիր ու գիտեցիր, որ դու փրկված ես միայն Հիսուսի այժմով։ Մի հատ եղբայր էր եղել, հարցել էին, թե եղբայրն ջան, մեր բանի Ուկրաինայի ավակ եղբայրն էր։ Հարցել են, թե եղբայր ջան, բա որ դուք այսքան ծառայել եք, այսքան գործեր ունիք Տիրոջ առաջ, նստել եք հավատքի համար, տարբեր բաներ եղել ձեր կյանքում, այդքան հրաշքներ եք գործել։ Հիմա ձեր խնդիրը երկնքում, ձեր փրկության խնդիրը ոնց որ առավելություն ունիք մեր նկատմամբ։ Եղբայրը գիտեք ինչ էր ասել էր, ես չգիտեմ ով ինչ առավելություն ունի չունի, բայց գիտեմ մեկ բան, որ մենք բոլորս երկինք ենք մտնելու Հիսուսի այժմով։ Այժմ նկատմամբ ունեցած հավատքը ոչ թե մեր գործերով։ Դրա համար այդ հավատքը եղբայրներ, քույրեր, միշտ պահեք, մի երբեք Աստծո արածը ձեր վրա վերագրե, որովհետև հենց որ Աստծո արածը մենք մեր վրա վերագրեցինք, մենք անմիջապես կգնենք եղբայրներ քույրեր, հավատքից կգնենք, սա հավատ չի, արդեն անհավատություն է եղբայրներ քույրեր, իսկ անհավատները ընկած մնացին անապատի մեջ։ Եվ սակայն նրանցից ովքեր որ հավատացել էին Հիսուսի ասածին, Աստծո խոսքին, թե դուք պիտի մտնեք այդ երկիրը, ես ձեզի պետք է տանեմ այդ երկիրը ավետյաց։ Եսուն ու քաղեմ եղբայրներ քույրեր, ովքեր որ հավատացին Աստծո խոսքին, նրանք մտան այդ երկիրը։ Այսինքն ոչ միայն հավատալը, արտարանալը, այլ նաև այդ երկիրը մտնելն էլ եղբայրներ քույրեր մեզ համար միայն հավատքով է, արտարը հավատքով պետք է ապրի։